Սրտի տանիքներով Մուսա Production Ուրեմն ես Գյումրեցի եմ ծնունդով եւ ընտանիքս երաժիշտների ընտանիք է, հայրս է երաժիշտ, եղբայրս է երաժիշտ, մայրս էլ մանկավարժ, ուսուցչուհի։ Երբ որ 6 տարեկան էի, ինձ որոշում են տանեն եղբորս հետ երաժշտական դպրոց։ Ես այն ժամանակ շատ էի սիրում դաշնամուր նվագել, որովհետեւ տանը ունենք պապայիս հին մանկության դաշնամուրը ու դրա վրա փորձում էի մի երկու նոտա նվագել ու շատ էի ուզում դաշնամուր նվագել, բայց մամայիս ամենասիրելի գործիքն է եղել կանոնը ու մաման ավելի շատ ինքն է ինձ ուղղորդել, որ ընտրեմ կանոնը, սկզբում լացելով էի գնում, չէի սիրում, բայց ասացին, որ եթե կանոն նվագես, համ էլ դաշնամուր կնվագես, որպես երկրորդ պարտադիր մասնագիտություն ու այդպես էլ եղավ հիմա։ Դու եք տանում ես այդ կանոնը, որտեղ ինքը բավականին ծանր է, չէ։ Մայրիկս էր տանում, բերում։ Իսկ հիմա դու ես տանում։ Հիմա ես եմ տանում բերում։ Գիտես, դու այնքան նիհարիկ, փխրուն, այդ քո փոքրիկ ուսերին ոնց ես այդ ամեն ինչը տանում, մարդիկ երևի չեն պատկերացնում, որովհետև անկեղծորեն, երբ որ նայում եմ քո Instagram-յան էջը, այնպես թվում է ամեն ինչ շատ գեղեցիկ, հենց այդպես էլ երևում է, ինչը որ դու այնտեղ ցուցադրում ես, բայց ես միշտ համոզված եմ, որ այդ գեղեցիկ պատկերի ետևում մարդ միջև հասնում է այդ ճանապարհին, այդ կետին, այդ գեղեցիկ շքեղագույն հագուստներին, այդ շքեղ վայրերում, որտեղ որ դու նվագում ես, նույն Հաուզերի հետ շատ կրկոտ գեղեցիկ դու կարմիր զգեստով, բայց վստահ եմ, որ դա բավականին բարդ ու դժվար ճանապարհ է, որը որ մարդիկ երբեմն չեն պատկերացնում, նայելով հենց միայն Instagram այդ գեղեցիկ պատկերների շերտը, թե ինչ է իրականում թաքնված այդ ամեն ինչի ետևում։ Այս փխրուն սրտի ու փխրուն ուսերի վրա, որովհետև մենք արդեն քեզ հետ զրուցել ենք, սա մեր առաջին հանդիպումը չի, հիմա ես կուզեմ, որ մարդիկ քեզ ճանաչեն ու տեսնեն իմ աչքերով, նենց ոնց որ ես քեզ ճանաչեցի, այ ասեմ հուզվեցի, որովհետև ես քեզ շատ եմ սիրել, դու մտար իմ սրտի մեջ։ Հիմա գնացինք մանկության այն դրվագներից, որ դու Ես գիտեմ, որ ծնողներդ բաժանված էին, ասացիր, որ դու շատ փոքր ես եղել ու մաման է հիմնականում ձեզ պահել, որտեղ մաման Գյումրիում էր, պապան արդեն Երևանում էր։ Քո ամենաէմոցիոնալ հիշողությունը, որը որ դու միշտ ուղղորդում ես քեզ։ Ես 6 տարեկան եմ եղել, երբ որ ծնողներս բաժանվել են, եղբայրս 5 տարեկան էր։ Փոքր ժամանակ ինչքան առիթ որ լինում էր, որ պիտի ես երազանք պահեի, փոքր երեխաները, իմ հասակակիցները երազանք էին պահում ունենալ ինչ-որ նյութական ինչ-որ մի բան, ես երազում էի, որ ծնողներս միանան։ Երբ որ նույնիսկ ծննդի տորթի մոմերը պիտի փչեի, այդ ժամանակ մի հատ երազանք ունեի, որ ծնողներս միանան, բայց հիմա էլ չեմ երազում այդ։ Ինձ թվում է ամեն մեկը արդեն իրեն ոչ մեկ առանձին ընտանիք չի ստեղծել, իրահարկի շատ կուզեի, որ ծնողներս կարող գտնեին իրենց երջանկությունը բաժանումից հետո, բայց ոչ մեկ չի ամուսնացել։ Ափսոս։ Ուղղակի չեն համատեղել իր միասին ու ինձ թվում է ավելի լավ է, որ բաժանվել են, քան թե եթե միասին ապրեին ու անհամերաշխ, անհամատեղելի, այսպես ավելի լավ է։ Ինքան լավ հայերեն ես խոսում, կապ չունի, որ հիմա դրսում ես ապրում։ Ես մեկ-մեկ փորձում եմ անգլերենից թարգմանել, որովհետև արդեն 7 տարի ամեն օր անգլերենով եմ խոսում ու մտածում, փորձում եմ։ Ուզում եմ լավ ստացվում։ Դու ինձ պատմում էիր, որ անգամ երբ որ գործիքդ պիտի փոխեիր, որտեվ մեծանում ես, երբ թե նոր գործիք անհրաժեշտ չէ, անգամ այդ կանոնը փոխելը բավականին դժվար էր ձեր ընտանիքի համար, որտեվ միևնույն է, ինձ թվում է տարիներ առաջ, այն տարիներին մենք բոլորս դժվար ենք ապրել, բայց մենք հետ խոսում էինք այն մասին, որ երբ որ մարդ ունենում անգամ կենցաղում, մանկությունում, այդ մուգ գույները, թեկուզ գորշությունները, այդ դժվարությունները, միևնույն է դա ավելի հարստացում է հատկապես արվեստագետին։ Միանշանակ։ Իհարկե մամաս շատ մեծ դժվարությամբ է մեզ մեծացրել։ Հայրիկի ներկայությունը միշտ եղել է, մենք ոչ մի անգամ ճիշտ է իրենք բաժանված են եղել, բայց ոչ մի անգամ այդ արգելքը չի եղել։ Ինչպես նշեցիր, այն ժամանակ ունեի շատ հին կանոն, որը որ առել գնել ենք երևի
15-20,000 դրամ շատ հին էր, դրա վրա համարյա նվագել հնարավոր չէր, որովհետև դե ինչքան մեծանում ես, ավելի լավ գործիք է պետք, ավելի նոր գործիք է պետք ու այդ ժամանակ հայտնվեցին հովանավորներ Շվեյցարիայից, ովքեր ինձ գնեցին իմ առաջին պրոֆեսիոնալ կանոնը, մինչև հիմա չեմ մոռանա այդ էմոցիաները, երբ որ զանգ ստացավ մամաս, որ իրենք ինձ տեսել են ու իմ նվագը հավանել են, ես ու մամաս իրար գրկած լացում ենք, որովհետև այն ժամանակ անհավատալի էր, որ ես երևի 10-11 տարեկան էի, այն ժամանակ անհավատալի էր, որ ես ունեմ այդ նոր լավ գործիքը, ու այդպես իմ կյանքի ուղին շարունակվեց, համերգներ, մրցույթներ։ Բել, հետո տեղափոխվեցիր Դուբայ, բայց մինչ այդ սովորում էիր կոնսերվատորիայում, մենք խոսում էինք այն մասին, որ զուգահեռ տարբեր սուպերմարկետների, այդ սառնարանների մոտ, այդ դեգուստացիաները, չգիտեմ, տարբեր ընկերությունների եւ այլն, բայց երևի թե ամեն ինչ այդքան դժվար չլիներ, դու այդ որոշումը չէիր կայացնի դրսում քո ուժերը փորձելու հավանաբար։ Այ երբ որ դու երազում էիր, քեզ տեսնում էիր լրիվ ուրիշ անկյունում, այն անկյունում, որտեղ որ դու հիմա ես, այն հարթակում, նույնիսկ պատկերացում չունեի։ Միշտ ուզեցել եմ լինեմ հայտնի, որ բոլորը ինձ տեսնելուց իմանան, որ ես կանոնահարուհի եմ, բայց այն ինչ որ ես հիմա ունեմ, նույնիսկ երազել չէի կարող այդ մասին։ Չէի էլ մտածում, որ մի օր ես կապրեմ այլ երկրում ու կունենամ այն ինչ որ ես հիմա ունեմ։ Այդ խանութի ակցիաները նշեցի։ Սովորելուն զուգահեռ, որովհետև դե ծնողներս ամեն դեպքում ինչքան էլ փորձեին ուսանող աղջկա Երևանում պահել, այդքան էլ հեշտ չէր։ Ճիշտ է, ինձ ամեն ինչով փորձում էին ապահովել, բայց ես էլ կողքից որոշում էի, որ պետք է իմ ունենամ։ Ամեն դեպքում կուրսեցիները գնում էին ռեստորաններ ու ես միշտ գնում էի տուն, չէի միանում իրենց, որովհետև այդքան էլ ֆինանսները։ Ես ուղղակի այնպեսի մարդ եմ, որ չեմ սիրում ոչ մի անգամ։ Հիմա որ ինձ տեսնում են, ես չեմ սիրում ընդհանրապես խոսել, որ իմ մոտ ինչ-որ մի բան ժամանակին վատ է եղել, միշտ փորձում եմ լավը ներկայացնել, բայց ամեն ինչ այդքան էլ իդեալական չի, ոնց որ էկրաններից թվում է։ Իհարկե ես էլ շատ մեծ դժվարություններով եմ անցել, որ հասել եմ այս կետին ու որոշել էի միակ աշխատանքը, որ համատեղելի էր ուսման հետ, այդ պրոմոթեր լինելն էր սուպերմարկետներում։ Իսկ արտաքինը փարքասը դա թույլ է տալիս, գիտես։ Սուպերմարկետներում կամ խմիչքի, կամ, չգիտեմ, ուտելիքի բաժնում կանգնած բարձր կաբլուկներով 4-5-6 ժամ, բայց մարդկանց ասում էի, համեցեք, ընտրեք մեր ապրանքանիշը, ու հիմա ես ընդհանրապես չեմ ամաչում դրա համար, ընդհանրապես այդ երևի առաջին գումար աշխատելու իմ տարբերակը այդպեսին է եղել։ Հիմա ճիշտ է լիքը մարդիկ կան, ովքեր որ փորձում են ինչ-որ հեշտ ճանապարհներ, հիմա ամեն ինչ ավելի հեշտ է, քան երևի մի 10 տարի առաջ։ Ես այն ժամանակ ընդհանրապես չեմ ամաչել, որ ես այդտեղից եմ սկսել ու իմ առաջին արդար գումարն եմ աշխատել։ Դե հետո եղավ ինչ եղավ, արդեն հրավեր ստացա, որ գնամ Դուբայ։ Հրավերով մեկնեցիր։ Այսինքն քեզ հրավիրեցին, որ դու գնաս այնտեղ կանոն նվագես։ Իմ համակուրսեցիներից մեկը, ով որ ես անպայման պետք է այս փաստը նշեմ, որովհետև ես այդ աղջկան միշտ շնորհակալ եմ ու իրեն անձամբ նշում եմ, հարցազրույցների ընթացքում չեմ նշել։ Իմ համակուրսեցին, ով որ սիրիահայ էր, ինքը ուներ կապեր արդեն Դուբայի հետ, 1 տարի առաջ արդեն գնացել նվագել էր ու այդ էջենսին, կազմակերպությունը փնտրել է նոր երաժիշտներ ու ինքը ինձ առաջարկեց, որ կուզես գնաս Դուբայ, ես մի անգամից համաձայնել եմ, որովհետև ով չէր ուզի գնալ ու այդպիսի տեղում ու բախտի բերմամբ իմ այնտեղ որտեղ որ ես պետքա նվագեի, եղավ Դուբայ օպերան։ Մի անգամից Դուբայ օպերան ու Դուբայ օպերայի դալիճը, իհարկե ոչ թե մեծ դալիճ, այլ իրենք ունեին ռամադան տոններ այն ժամանակ նշում, իրենց մոտ գիտեք մեր մոտ զատիկն է, իրենց մոտ ռամադանը, երբ որ պաս են պահում, ու այդ իրենց մեկ ամսվա շրջանակներում, ուղիղ մեկ ամիս ես նվագել եմ Դուբայի օպերայում, այդտեղից սկսվեց իմ առաջին քայլերը դեպի Դուբայ։ Իսկ Դուբայում ամեն դեպքում, գիտես, օտարության մեջ ապրելը բավականին դժվար է։
ես սիրում եմ շատ լինել Դուբայում, բայց հասկացել եմ մի պարզ ճշմարտություն, որ Դուբայը սիրում է նաև գումար, ու եթե դու ուզում ես Դուբայում քեզ լավ զգաս, դու պիտի անպայման դրամապանակումդ կամ քարտերիդ մեջ ունենաս գումար։ Շատ գումար։ Հակառակ դեպքում ինքը իր շքեղությամբ սկսում է քեզ ճնշել, որտեղ եթե դու չես կարողանում այդ գեղեցկությունից օգտվել կամ չգիտեմ, նույն խանութներից կամ նույն ռեստորաններից, նույն հյուրանոցներից, ապա այդ գեղեցկությունը սկսում է քեզ սեղմել ու նեղացնել։ Միանշանակ։ Երբ որ սկսեցիր Դուբայում աշխատել, մենք խոսում էինք այն մասին, որ սկսվեց COVID-ը ու բավականին դժվար էտապ սկսվեց քո կյանքում։ Կուզեմ, որ շատ անկեղծ դրա մասին խոսենք, որովհետև անկեղծ եմ ասում, երբ որ ես նայում եմ քո Instagram-ը, տեսնում եմ, թե դու որտեղ ես ճաշում, որտեղ դու այդ ամեն ինչը այնքան գեղեցիկ ես ներկայացնում, դու որտեղ ես հանգստանում։ Մարդ չի կարողանում պատկերացնել, որ օր է եղել Դուբայում, չգիտեմ, դու քո դրամապանակում, չգիտեմ, $50 օրինակ չես ունեցել։ Ասեմ ավելին, $1 չեմ ունեցել օր ա եղել։ Ես տեղափոխվեցի արդեն, քանի որ սկզբում այդ կամպանիան ինձ հրավիրում էր Դուբայ, հետո 2019 թվականին որոշեցի, որ արդեն անձամբ պետք է տեղափոխվեմ, բայց իրենց հետ էլ չէի համագործակցում, չէի աշխատում, լրիվ մենակով տեղափոխվում եմ Դուբայ ու սկզբում փորձում եմ մի 2-3 միջոցառումներ գտնել։ Ես այն ժամանակ ոչ գիտեի, ոչ մարքեթինգ էի ծանոթ, ոչ ընկերներ ունեի, ոչ բարեկամներ, ուղղակի մենակով տեսել էի այնինչ տեսել էի 2018 թվականին մեկնելով, որոշում եմ տեղափոխվեմ Դուբայ ու երբ որ մի քանի ընդհանուր միջոցառումից որոշակի գումար էի աշխատելու հավաքել, սկսում է COVID-ը։ Ինչքան հավաքած գումար ունեի, դե ամեն դեպքում լոկդաուներ ընդհանրապես ոչ միտեղ չէր աշխատում, ոչ կարողանում էի գումար աշխատել, ծնողներիս ընդհանրապես այդ մասին չէի կարող անհանգստացնել ու իմ մոտ սկսվեց շատ վատ շրջան, որովհետև մենակով էի, ամենավերջին գումարը արդեն ծախսել էի ու որ կար, որ երազում էի, որ ինչ-որ մեկը ուղղակի գա ինձ Այս ամեն ինչի ժպիտով եմ պատմում ու հավատես չի գալիս, որ իմ հետ նման դեպք է իրականում այս ամեն ինչի իմ կյանքի ինչ-որ մի հատված է։ Երազում եմ, որ ինչ-որ մեկը գա ու ինձ, չգիտեմ, 2000 դրամ տա, ասի, այս քեզ նվեր կգնաս մի բան կառնես ուտելու։ Ու այդ ժամանակ հիշում եմ կանոնս ուսերից գցած դիմակը դեմքին, գնում եմ մոլ, մտնում եմ ռեստորանից ռեստորան ու հարցնում եմ իրենց, կուզեք երաժիշտ, ես կանոնար եմ ու կանոնն էլ հետս տարել եմ, իբր թե միանգամից աշխատանքին տունելու էին։ Ու ռեստորաններից մեկում որ մտա, մենեջերը ինձ տեսնելով սենց հոգնած արդեն ինձ ասեց նստիր աղջիկ ջան, սոված ես, կուզես մի բան ուտես։ Ես այդ ժամանակ իմ հպարտությունը արթնացավ մեջս ու իհարկե սոված էի, բայց իմ հպարտությունը արժանապատվությունը թույլ չէր տա, որ ես իրենց ասեի հա սոված եմ, ասեցի չէ, ես սոված չեմ, ես ուղղակի եկել եմ ձեզ առաջարկում եմ աշխատանքը, եթե ուզում եք կանոնահար, օքեյ, եթե չէ, ես կգնամ ու դուրս եկա այդպես վրդովված։ Այդպես վրդովված դուրս եկա ու հետո արդեն երբ որ ամեն ինչ լավ էր իմ մոտ, մեկ տարի անց այդ ռեստորանից առաջարկ ստացա ու մերժեցի։ Այ Ես միշտ իմ հերոսուհիներից ու հերոսներից ուզում եմ իմանալ այդ ամենածանր ճգնաժամային պահին, երբ որ թվում է, թե դա չի ավարտվելու, որտեղ երբ որ մարդ այդ վիճակում է, դու գիտես մի օր լավ կլինի, բայց այդ պահը քեզ անվերջ է թվում։ Ոնց էր քեզ կարողանում ուժ տալ, ոտքի կանգնել, հույսով լցվել ու քեզ բուժել։ Ես միշտ շատ մեծ հավատով մարդ եմ, միշտ հավատում եմ ամենալավին ու միշտ ասում եմ, որ ոչ մի բան հենց այնպես չի լինում։ Այն ժամանակ ախր այնքան փխրուն է, այնքան միամիտ է ու միշտ ամեն ինչի մեջ լավն էի տեսնում։ Հիմա էլ, բայց այն ժամանակ էլ ավելի շատ։ Ու մեծ հույս ու հավատ ունեի, որ ամեն ինչ լավ է լինելու։ Իրականում Դուբայում ամեն ինչ շատ ավելի շուտ սկսեց դեպի լավը գնալ, քան ամբողջ աշխարհում։ Մենք ավելի շուտ դուրս եկանք այդ կարանտինից ու արդեն փոքր քայլերով սկսեցի նորից իմ աշխատանքը, ռեստորաններից էի հրավերներ ստանում, հետո ռեստորաններից արդեն ինձ անհատներ էին տեսնում, հրավիրում էին իրենց առիթներին նվագելու, այդպես խոսքից խոսք, այդպես իմ մասին շատ ավելի շատ մարդ իմացավ ու
շատ ավելի շատ տեղերում սկսեցի աշխատել ու նվագել։ Սկսեցիր պահանջարկ ունենալ։ Սովորաբար երբ որ մենք հուսահատված ենք լինում, այդ ամենավատ պահին, երբ որ անգամ դու քաղցած էիր ու գնում էիր սրճարանից կամ ռեստորանից ռեստորան, մեկ-մեկ Աստված ոնց որ մարդկանց հրեշտակների փոխարեն ուղղորդում է մեր ճանապարհին։ Կային այդպիսի հրեշտակ մարդիկ։ Այդ տենց հրաշքի պահ հիշում ես։ Որ հիշելուց նույնիսկ փշակաղում եմ ու չեմ հավատում, որ իրոք իմ հետ էր այդ դեպքը։ Պետքա որովհետև 3 ամիս արդեն անցել էր, որ Դուբայում էի ու տուրիստ վիզայով էի, պիտի գնայի Օման ու հետ գայի, որ կարողանայի վիզան ոնց որ նորից թարմացնել։ Ու այդ ժամանակ ունեի վերջին կոպեկները, որ մեքենայով պետքա, տաքսիով պետքա գնայի հասնեի аэропорт, аэропортից ճամփորդեի, հետ գա այդ ամեն ինչ վերջին գումարը ծախսել եմ այդ ընդհանուր process-ին ու իմ մոտ գումար չէր մնացել, որ տաքսիով հասնեի օդանավակայան։ Ու այդ օրը անձրևոտ օրեր հիշում եմ, շատ ցուրտ էր, հունվար ամիսներ ու հունվար թե փետրվար ամիսներ Դուբայում այդքան շատ ցուրտ չի լինում, ինձ թվում է այդ տարին երևի առաջին տարին էր, որ այդքան ցուրտ էր։ Տաքսիով հասնում եմ օդանավակայան ու ամբողջ ճանապարհին, որտեղ գիտեմ մոտս գումար չկա, մտածում եմ ինչ եմ անելու, այս տաքսիստին ինչ եմ ասելու, որ հասնում եմ օդանավակայան ու գումար չունեմ վճարելու։ Ունեի հին հայկական քարտ։ Ձև եմ տալիս, որ քարտով ուզում եմ վճարեմ, դե գումար չկա մեջ ու չեմ կարողանում, չի ստացվում վճարել։ Տաքսիստը վրդովվեց արդեն ու ձեռքերից արծաթյա մատանիներ կային, հանել եմ այդ մատանիները, բոլորը իրան եմ տվել, ասում եմ խնդրում եմ մենակ թե ոստիկանություն չկանչեք։ Հետո ինքնաթիռի մեջ մոտս ունեի մի հատ ջուր, մի հատ փոքր ինչ-որ թխվածքաբլիթ։ Մի պակիստանցի տղա էր նստած։ Երևի աշխատավորներից էր, որ գնում են իրենք էլ երկրից երկիր աշխատելու։ Ես ուղղակի իր հետ կիսեցի այդ իմ ուտելիքը, մի երևի 5-10 րոպե հետո ինձ հանեց դիրհամով, 20 դիրհամա, դրամով 2000 դրամ, ուղղակի ինձ տվեց այդ գումարը։ Ես հիմա թեքվել եմ լուսամուտի մոտ ու հեկը կալով լացում եմ, որովհետև չէի հավատում, որ ինչ-որ մեկը կարող էր ինձ այդ Ինչի համար են, որ մտածում եմ, բայց չեմ ցույց տվել, որ ինձ դա պետք է, ինչի համար ինքը որոշեց ինձ գումար տալ։ Հետո նույն օդանավով պետք է հետ գայի Դուբայ։ Կողքից մեկ ուրիշ էլի աշխատավոր տղա էր նստած, շատ մրսել է, ու այդ մրսելուց ուղղակի ինձ առանց հասկանալու աչքս կպել էր, քնել էի, աշտանում եմ, տեսնում եմ, որ իր վրայի այդ շալը գցել էր իմ վրա, որ ես չմրսեմ։ Այդ էմոցիաներից անծանոթ մարդիկ, ովքեր որ ուղղակի այլազգի բարություն են փորձել անել։ Ես էլ դրանից հետո միշտ փորձում եմ ինչքանով որ կարող եմ, թեկուզ փոքր բանով միշտ փորձում եմ բարի լինեմ մարդկանց, որովհետև բարին միշտ վերադառնում է։ Միշտ։ Ես կարմային հավատում եմ։ Միշտ ինչքան լավ անես, միշտ քեզ հետ կգա։ Վերադառնում է։ Բել, ուզեմ Հաուզերի հետ քո համատես համագործակցություն Ես ուղղակի չեմ կարող այդ մասին չխոսել, որովհետև աղջիկս քանի որ թավջութակահար ու հիա փոքրիկ ու ես հիշում եմ իր ողջավորությունը ու երազանքը, որ ինքը ներկա գտնվեր իր համերգին, ու ինձ համար երջանկություն է, որ դու Հաուզերի հետ համատեղ շատ սիրուն էր ձեր համագործակցությունը, երբ որ նվագում էիք միասին, բայց ես վստահ եմ, որ շատ արտիստուհիներ շատ կուզեն իր հետ ելույթ ունենալ։ Այ ինչպես ստացվեց, ինչպես եկավ այդ միտքը կամ այդ առաջարկը ոնց եղավ։ Կլինի մի հատ դեպք պատմեմ, որը որ եղել է մինչև Հաուզերին հանդիպելը, երբ որ ես նոր էի տեղափոխվել Դուբայ ու թերթերից մեկից, հայկական ամսագրերից մեկից ես առաջարկ ստացա ինչ-որ փոքր ինտերվյուի ու այն ժամանակ ոչ հայտնի էի, ուղղակի մի քանի տեսալվակ էի տեղադրում Instagram-ում, բոլորը գիտեին, որ հայ աղջիկը Դուբայում է ապրում ու այդ հարցաշարի կետերից մեկը երևի վերջին կետն էր, հարց էր տրված, ով է այն արտիստը, ում հետ որ օրերից մի օր կուզես մեկ բեմում հայտնվել ու ես նշել էի Հաուզերին։ Ուղղակի նշել էի Հաուզերին, որովհետև մանկուց crush ունեի իր վրա, իր կերպարի հետ կապված։ Երբ որ
ու այդ ժամանակ մարդիկ էին եղել, ովքեր որ քմծիծաղով էին մոտեցել, թող երազի։ Ու 23 թվականի վերջին էինք մոտենում, Դուբայում էի ու ինձ մոտ մի քիչ ես միշտ պոզիտիվ մարդ եմ, բայց մեկ-մեկ լինում է այնպիսի պահեր, որ այլ ստեղծագործելու համար մեկ բուսա է պետք, որը որ ես չունեի։ Բոլորս ունեն մեկ Ու քանի որ մենակ եմ ապրում Դուբայում, ընկերներ ունեմ շատ լավ, բայց ամեն դեպքում այդ մենակությունը ինչ որ մի կերպ քեզ տխրեցնում է։ Ու չգիտեի ինչ անեմ, նույնիսկ որոշել եմ, որ հեսա տոմսեր եմ գնելու, գնամ Շրի Լանկա, հանգստի, յոգա կանեմ, մեդիտացիաներ կանեմ ու իմ փոխեմ իմ աշխարհայացքը։ Ու այդ ժամանակ տեսնում եմ, որ հայուզերը Դուբայում է։ Որոշում եմ ուղղակի կապի դուրս գալ առանց ոչ մի բանի ակնկալիքով, մտածում եմ դե գրեց, չգրեց, ամեն դեպքում փորձանք չի։ Գրելուցս 1 ժամ հետո այդ պատասխանը, որ ես ստացա, Ինչ իրան թռչկոտում էի, տնով մեկ ու չգիտեի, չէի այնքան էի վախենում, ոչ մեկի չեմ ասել, մինչև որ ես իրան իրոք հանդիպել եմ ու այդ վիդեոն նկարել տեղադրել ենք, որովհետև մտածում էի, չեմ ուզում ոչ մեկի իմանա, հանկարծ մի բան չստացվի։ Ու ստացվեց։ Դուք պայմանավորվեցիք, որ մի անգամից դու գնում ես ելույթի ու այդ ելույթը պիտի նկարեք միասին։ Մենք պայմանավորվեցինք, որ դե ամեն դեպքում այդ տեսանյութերը, որ մենք նկարում ենք, նախապես պետք է ձայնագրենք, որպեսզի քամի կամ ուրիշ աղմուկ չլինի։ Ինքը մենք միասին որոշեցինք իմ առաջարկն էր այդ История de un amor իսպաներեն երգը նվագելու, ինքը համաձայնեց, մենք առանձին ձայնագրել ենք ու այդ օրը ուղղակի հանդիպել ենք ու միանգամից նկարել ենք այդ տեսալով։ Իսկ կերպարները նույն այդ կարմիր շքեղ հագուստով դուք միասին ենք որոշել։ Երբ որ այդ կադրերը նայում ես, տպավորությունն է, որ ինչ որ քիմիա կա ձեր մեջ անգամ։ Բեմական քիմիա միանշանակ։ Մենք շատ լավ ընկերներ ենք։ Ես մինչև որս էլ հաստատ եթե ինչ-որ բանի կարիք ունենամ, ինքը միշտ այդտեղ կլինի։ Մենք շատ լավ ընկերներ ենք։ Բեմական քիմիան պարտադիր կա, որովհետև դա երկուսս էլ passionate բարա հայրեն չգիտեմ, այո, այդպիսի արտիստներ են, երկուսս էլ ու մեզ մոտ շատ սիրուն ստացվեց այդ ամեն ինչը, դրա համար էլ բոլորի կողմից սիրվեց, բայց այլ քիմիա չի եղել մեր մեջ, այդ արդեն 3 տարի անցել է արդեն, անկեղծանալ այդ թեմայով։ Իսկ հնարավոր է, օրինակ, մենք հիմա օպերայի տանիքում ենք ու ես շատ կուզեմ, որ դու այստեղ ունենաս քո մենահամերգը, թեպետ գիտեմ, որ դու մենահամերգ Հայաստանում ունեցել ես, բայց ու հնարավոր է, որ ինքը ներկա լինի այդ մենահամերգին ու նվագեք միասին։ Ոչ, եթե Աստված տա այդ մենահամերգը նորից օպերայի տանիքում լինում են երազանքներ ու մենք հիմա երկնքին ենք քան մոտ ենք ուղարկում ենք այդ սերմի երազանքը։ Այո։ Տանիքին երազանքները կատարվում են, անկեղծորեն եմ ասում, հետո մենք այս մասին կխոսենք էլի, կանդրադառնանք արդեն եղածից հետո։ Դել, այ քիմիայից խոսեցինք, զգացմունքներից, հիմա սիրահարված ես դու։ Այո։ Շատ նեղ անձնական հարցեր չեմ ուզում քեզ տալ, բայց կոնկրետ այդ անձնավորության մեջ ինչն է շատ քեզ ոգևորել, ուրախացրել, էմոցիաներ ծնել, ինչու՞ չէ, ինչն է իր մեջ, ինչ հատկանիշներ ունի, որ դու ուշադրություն ես դարձրել իր վրա։ Ինձ հասկանալը։ Ինձ ընդունել է ինչպիսին որ ես կամ ու իմ դետալներին ուշադրություն դարձնելը։ Փոքրիկ, որովհետև ես չեմ սիրում ասել, ես ինչ եմ ուզում։ Սիրում եմ, որ այդ մարդը իմանա, ուշադրություն դարձնի այդ դետալներին ու զգա ես ինչ եմ ուզում, կամ ինչ եմ զգում, կամ ինչ եմ մտածում։ Այդպես լինում է։ Սովորաբար ասում են, որքան կանայք մեծանում են, այնքան հասկանում են, որ միևնույն է, տղամարդիկ երբեք չեն կարդում իրենց մտքերը։ Այ մենք մտածում ենք, հեսա ինքը կհասկանա ու այսպես կանի։ Հետո հանկարծ հուսալքվում ենք ու հիասթափվում ենք, որ ինքը այդպես չարեց, որովհետև մենք դա արդեն այդպես պատկերացրել ենք, բայց ինքը չարեց։ Հետո կանանց տեսակ կա, որպեսի այդ դժվարություններից խուսափի, ինքը օրինակ բարձրաձայնում է, որ գիտես, ես հիմա ասենց եմ պատկերացրել, այսպես եմ ուզում, այսպես որպեսի իրեն ապահովագրի այդ հիասթափությունից, բայց փաստորեն լինում է, որ տղամարդը կարդում է մտքերը։
Ամեն դեպքում հաղորդակցվելը, քո զգացմունքների մասին պատմելը ու խոսելը ու կիսվելը, թե քեզ ինչն է դուր գալիս, ինչը դուր չի գալիս, դա անգլերենով ասում են love language, սիրո լեզուներից մեկն է։ Ամեն դեպքում մենք դա պարտադիր պայման է, պետք է ասել քեզ ինչն է դուր գալիս, ինչ ես սիրում։ Մնացածը, եթե այդ մարդը իրոք ձեր մեջ այդ կապը կա, ինքը ուզի։ If you wanted to, he would. Եթե տղան մարդը ուզում է, ինքը ամեն ինչ կանի իր սիրած աղջկա համար։ Ու ինձ թվում է, որ այդ թիթեռնիկները հենց առաջին հանդիպման ժամանակ ծնվեցին քեզ մոտ։ Երևի։ Իսկ ազգությամբ հայ է, թե ազգությունը քեզ համար խնդիր չի։ Իսկ կրոնը։ Չեմ ուզում կրոնի մասին ինչ-որ վատ բաներ ասել, բոլորը ունեն իրենց հավատքը, բայց ես ամեն դեպքում նախընտրում եմ, որ լինի քրիստոնյա։ Ես ամեն դեպքում մենք Հիսուսին ենք հավատում ու Աստծուն ենք հավատում ու շատ ուրախ եմ, որ կրոնական խնդիրներ չունենք, տարբեր չեք։ Իսկ երբ որ կռվում եք կամ վիճում եք իրար հետ, սովորաբար դու անում ես առաջի քայլը։ Ոչ մի անգամ։ Որովհետև դու էլի ինքդ քեզ զսպում ես ու սպասում ես, որ դիմացինը դա կանի։ Չգիտեմ, ես երևի այդ իմ կյանքի դժվարություններից, որ ես շատ միանգամից փորձում եմ թողնեմ այդ ամեն ինչը, ու ինձ թվում է իմ միակ զենքը իմ լռությունն է։ Դու ապահովագրում եմ իմ սիրտը, որ չցավեմ։ Իսկ ինչքան է տևում այդ ձեր վիճաբանությունը օրինակ։ Այդ ժամանակ եղել է որ 1 ամիս։ Ու դու համբերել ես 1 ամիս, սպասել ես։ Կարելի է այդպես ասել։ Սպասել եմ, որ այդ քայլը գա ու իրոք միշտ եղել է այդ քայլը իր կողմից։ Լավ, իսկ երբ որ օրինակ ես անհամբեր մարդ եմ, անգամ հիվանդագին անհամբեր մարդ եմ, ինձ համար սպասումը ու անորոշությունը դա մահ է։ Ես չեմ դիմանում այդ սպասելուն, ես ուզում եմ նույն վայրկյանի, նույն տեղում այդ բոլոր հարցերը լուծած լինեմ, ու երբեք չեմ մտածում, որ այ հիմա սպասեմ, թող ինքը անի առաջի քայլը, որտեղ ես գերադասում ես անեմ այդ առաջի քայլը, որ ես այդ ապրումները չունենամ, որտեղ այդ սպասելը ինձ համար շատ վատ է։ Բայց փաստորեն դու ունես ծով համբերություն, շատ համբերատար մարդ ես։ Իրականում չէ, շատ ոչ համբերատար մարդ եմ, երբ որ արդեն շատ համբերում եմ, զգում եմ, որ Չէ ստացվում իմ միակ զենքը լռությունն է, որ միանգամից ես ասում եմ, ես դուրս եմ գալիս այս ամեն ինչից, ինձ սա պետք չի, ոնց ասեցի, իմ սիրտը ապահովագրելու միակ տարբերակը է դա։ Չէ, ես էլ չեմ կարողանում համբերել, որովհետև ես ամեն ինչ ուզում եմ նույն րոպեին, ինչպես որ ես եմ ուզում, որովհետև ես միշտ ամեն ինչի ինքնուրույն եմ արել ու սովոր եմ, որ ես եմ ամեն ինչ անում, իմ ձեռքերում է ամեն ինչը, բայց երբ որ դու սկսում ես ինչ-որ մեկի հետ շփվել, արդեն ոնց որ քո ձեռքերում չի, այդ միշտ տղայի ձեռքերում է այդ հարաբերությունները, ինչքան էլ որ դժվար լինի դա ընդունելը կամ դա լսելը, այո, ամեն դեպքում այդ հիմքը տղայի ձեռքերում է, տղայից է կախված։ Ես փորձում եմ ոչ մի բանով չխանգարել դրան։ Իսկ բել մշակույթների տարբերությունը, չգիտեմ ինչի միշտ ինձ թվում է հային հայը կհասկանա, որովհետև մտածում ես, որ քո ամբողջ էմոցիաները, քո հույզերը, քո ուրախությունները, միևնույնն է, երբ որ դուք տարբեր մշակույթներում եք մեծանում, տարբեր ազգերի ներկայացուցիչներ եք, միևնույնն է տարբեր է լինում, այդ բախումը լինում է քեզ մոտ։ Ընդհանրապես չէ, քո սրտի մարդն է։ Երևի ինքը ավելի հայ է, քան ես։ Այսպես ասեմ, շատ չեմ նշի, որ երկրից է, բայց մեր մշակույթները շատ իրար մոտ են ու մենք ենք խոսում զարմանում ենք իտալացի է։ Մենք էլ ենք երբեմն միասին խոսում ու մտածում ենք ինչպես կարող ենք երկուսս էլ լինել տարբեր մշակույթներից, ապրել տարբեր երկրներում, խոսել տարբեր լեզուներով, բայց միաժամանակ լինել այսքան նման, ու այսքան նման մտածել, այսքան նման ապագա ուզել։ Իսկ որտեղ ծանոթացաք։ Դուբայում։ Նվագելուց քեզ տեսավ նվագելիս, չէ։ Ռեստորանում։ Ես նստած էի, այնպես։
Սերը առաջին հայացքից իր կողմից։ Դե բարդ չի քեզ իրարվել հենց առաջին հայացքից։ Բել, այ ես հիմա էլի վերադառնամ քո Instagram-յան էջին, քո հիմա այնքան գեղեցիկ ես։ Այնքան խնամված ու անուշ տեսք ունես ու քո հագուստներն էլ այնքան գեղեցիկ են, ամեն ինչ շատ գեղեցիկ է, քեզ հետ ինչ որ կապված է գեղեցկության մասին է խոսում։ Բայց ինձ թվում է նաև այդ արտաքինը դա Աստծո նվեր է, որը որ օգնում է քեզ նաև ինչու՞ չէ դու կանոն ես նվագում, բայց կան շատ կանոնահարուհիներ ու ինձ թվում է քո արտաքինը օգնում է եւ քեզ որպես կանոնահարուհի, որ դու ել ավելի վառ լինես, ել ավելի աչքին նկատելի լինես։ Նկատել ես, որ արտաքինը զենք է ինչ որ առումով կնոջ համար։ Միանշանակ։ Բայց արի այսպես կապեմ խոսքս, ոչ թե հենց արտաքին, այլ քո խարիզման, թե ոնց ես դու քեզ ներկայացնում։ Ես փորձեցի այդ կանոնը հենց ազգային գործիք, դե ինքը ազգային գործիք, այո, ինքը իրեն տարազով շատ գեղեցիկ է, նայվում միանշանակ, բայց փորձեցի այդ կարծրատիպերից մի փոքր դուրս հանել իմ կերպարով, ու ինձ մոտ ստացվեց, որովհետև լիքը ծնողներ են փորձում իրենց երեխաներին տանել կանոնի, լիքը ես տեսնում եմ մեր երիտասարդությունը Երևանի հենց կանոնահարուհիները նույնպես ավելի կարծրատիպերից դուրս դու ճիշտ ես այդ կոնտրաստը, որովհետև կանոնը պատկերացնում ես տարազով, այսպես միանշանակ ինքը միշտ է սիրում ցանկացած ազգային գործիք, ինքը ավելի գեղեցիկ է, երբ որ դու տարազ, մենք այդպես է մեր աչքին սովոր, մենք տեսնում ենք տարազով, բայց գործիքը չենք կարող ուղղակի ասել, որ եթե կանոն ուղղակի պիտի տարազով լինի, եթե ջութակ ուրեմն պետք է երեկոյան շորերով լինի, մենք հիմա այն միջավայրում ենք ապրում, որ ամեն ինչ նորություն է պահանջում։ Գիտես, կոնտրաստը միշտ աչքին հաճելի է։ Այո, միշտ նորությունը ամեն դեպքում շատ սիրուն է նայվում։ Համամիտ եմ քեզ հետ։ Դել, երբ որ այ դրսում սիրտը ցավում է ու դու հեռու ես, ուզում ես հարազատ ձայն լսել կամ նստել ինչ որ մեկի գիրկը փոքր երեխայի պես ու հուզվել լաց լինել կամ ինչ որ ոգևորող խոսքեր լսել, ով է լինում այդ անձնավորությունը, դա մաման է, պապան, հա։ Մամայիս եմ զանգում միշտ, որտեղ ինքը միշտ է այդ, միշտ։ Իսկ հեռավորության վրա անգամ ինքը քեզ կարողանում ես փոփել ու հանգստացնել։ Մամայիս միշտ ինձ հասկանում է, չնայած ես շատ բաներ կա, որ իր հետ չեմ կիսվում, որովհետև թեկուզ, չգիտեմ, անձնական հարցերով իր հետ այդքան էլ շատ չեմ կիսվում, սովորել եմ դառնալ ավելի ինքնամփոփ, քանի որ մենակ էլ ապրում եմ, լիքը իմ առօրյայից չեմ կարողանում անդադ մամայի հետ կիսվել, իմ խնդիրները, նեղվածությունը։ Նույնիսկ իր հետ որ խոսում եմ, չեմ ներկայացնում, որ ես նեղված եմ կամ ինչ-որ մի բան ինձ մոտ վատ, ուղղակի իր ձայնը լսելով, իր հետ խոսելով արդեն թեթևանում եմ։ Ջերմությունը զգում ես։ Իսկ այնտեղ ունես հայ ընկերուհիներ։ Հա, ունեմ հայ ընկերներ շատ ունեմ Դուբայում, շատ լավ ընկերներ ունեմ, ովքեր որ միշտ իմ կողքին են, բայց ամեն դեպքում Դուբայում ապրել այդքան էլ այդ թիթեռնիկներ չի ու այդ գեղեցկություն, հայլիկներ չի գեղեցկություն, որովհետև այդպես է, բայց նաև կա դրա հակառակը, որովհետև ես մենակ եմ ապրում, օրեր կան, որ ես ուղղակի տնից դուրս գալ չեմ ուզում, որովհետև չգիտեմ, այդ vocation-ում է, այնտեղ այդքան էլ չեմ ունենում, երբ որ ճամփորդում եմ, ես իմ vocation-ում եմ այդ մուսան գտնում եմ ճամփորդելու մեջ։ Ճիշտ է, մարդկանց համար Դուբայը ինձ համար էլ բնականաբար այսպեսի փայլիկներով, բարձրահարկ շենքերով տեղ է, բայց այնտեղ ապրելով շատ հաճախ է ինձ մոտ լինում, երբ որ ուղղակի ինձ կորցնում եմ, չգիտեմ որն է իմ 5 տարվա պլանը, որն է լինելու իմ ճանապարհը, ինչ եմ անելու հետագայում, շատ եմ այդպես ինձ կորցնում, չգիտեմ, ճիշտ է մարդկանց այնքան մեկ մոռանում եմ, որ ես ինչ-որ մեկի համար ոգեշնչման աղբյուր եմ, որ ուզում են ինձ նմանվել, որովհետև մտածում եմ, ես դեռ չեմ հասել այն կետին, որ ես կուզեի հասնել, բայց հետո որ հետ եմ նայում, ասում եմ, բայց իրականում փոքր բելան այսքան ամեն ինչի մասին էլ չէր կարող երազել ու դու արդեն արել ես այդ ամեն ինչը։ Անկամ հնարավորություն չուներ իրեն նոր կանոն գնել, բայց այդ գիտես ինձ թվում է Աստված քեզ սիրում ուղղորդում է, որովհետև միշտ բերում է մարդիկ քո ճանապարհին, որոնք որ քեզ ոգեշնչում են, որոնք որ քեզ ձեռք են մեկնում։ Բերեց քեզ։
Այո, ես ի սկզբանե լացի, որ դու մտար իմ սրտի մեջ, որտեղ երբ որ մենք զրուցեցինք, այդ հարազատ հոգին ու ջերմությունը դա ոչ մի բանով չես կարող բացատրել, ստեղծել, դա կամ լինում է, կամ ուղղակի չի լինում, ծնվում է կամ չի ծնվում։ Միանշանակ։ Մեր սրտի տանիքներովը ունի հրաշալի ընկեր, խոսքը Ամիոբանկի մասին է, ու Ամիոբանկի քարտերի շնորհիվ դու կարողանում ես ճանապարհորդել։ Ու այդ ճանապարհորդության ընթացքում այնքան դռներ են բացվում քո առջև, սկսած օդանավականից, բիզնես սրահներից, ճամփորդելուց, մեքենա վարձելուց եւ այլն։ Բայց հիմա մեր սիրելի Ամիոբանկը քեզ համար բլից հարցեր է պատրաստել ընկերության հետ կապված։ Երբևէ ընկերությունը ավարտել ես առանց բացատրությունների։ Այո։ Եթե ինչ-որ մեկը քեզ փոխանցի, որ ընկերդ քո մասին վատ է արտահայտվել, կզանգես ու կպարզես նույն տեղում, թե Չէ։ ընկերությունը ինչից կարող է սկսվել ու ինչից կարող է ավարտվել։ Ուղղակի իրար հետ այսպես նստել խոսելով կարող է սկսվել ու ավարտվել, ուղղակի կապը կարող է այսպես կտրվել, այդ ձեր քիմիան կարող է ուղղակի Մի օր ավարտվել։ Բել, ես Ամիոբանկի կողմից ուզում եմ քեզ հանձնել այս փայլուն ընկեր օգնականին, որի հետ դու կարող ես ճամփորդել ընկերներիդ հետ միասին ու հանձինս Ամիոբանկի ունենալ փայլուն ընկեր օգնական քո բոլոր ճանապարհորդությունների ընթացքում։ Շատ շնորհակալ եմ։ Բել, կուզեմ փոքրիկ ուրախություններից խոսենք, որովհետև իրականում ինձ թվում է երջանկությունը նախ եւ առաջ ինձ համար մարդկանց մեջ է թաքնված, հարազատ մարդկանց մեջ, բայց ինձ հետաքրքիր է այդ երջանկության բանալին քեզ համար ինչու՞մ է կայանում, կամ ում մեջ է գտնվում, կամ մարդկանց գուցե այն փոքրիկ ուրախության պահերի, որը որ ունենում ես։ Հիմնականում երբ որ ընտանիքով միասին ենք լինում, իհարկե ոչ բոլոր անդամներով, բայց իմ մենահամերգից հետո, երբ որ իմ ծնողներն էլ էին միասին, իրականում գնացինք նշելու այդ օրը ինձ թվում է իմ համար ամենաուրախ օրերից մեկն է եղել, երևի այդքան տարվա մեջ առաջին անգամն էին ծնողներս միասին մի սեղանի շուրջ, այդ օրը չեմ մոռանա երբեք։ Իսկ օրվա մեջ, օրինակ, թեկուզ հենց Դուբայում օրդ որ սկսվում է, ինչով ես քեզ, ասում ես, այսօր Բելային պիտի ուրախացնեմ, դու ինքդ քեզ հարցեր տալիս ես, Բելայի հետ խոսում ես, որ հարցն է, որը որ քեզ ամենից հաճախ ես տալիս։ Ոնց անեմ, որ այդ օրս ուրախանցնի, առաջին բանը, որ անում եմ, հենց աչքերս բացելուն պես միանգամից պետք է դնեմ շատ լավ երաժշտություն ու բարձր։ Ես տանը սկսում եմ պարել իմ համար, սկսում եմ իմ նախաճաշը պատրաստել, մարզվում եմ։ Այնպես եմ անում, որ իմ օրը լիքը լինի, որովհետև եթե ինչ-որ այդ օրը լիքը չեղավ, ես նստելու եմ, տխրելու եմ, սկսելու եմ հեռախոսով, Instagram-ով կամ TikTok-ով թերթել ու իմ օրը հետո օրվա ավարտին մտածելու եմ, ես իմ օրը կորցրեցի ու ոչ մի բան չարեցի։ Դրա համար փորձում եմ հնարավորինս պրոդուկտիվ օր ունենալ, օրս անցկացնել։ Ես փոքր բաների մեջ էլ եմ երջանկություն գտնում։ Բել, իսկ Դուբայում իրենց խոհանոցում մերինից բավականին տարբերվում է, կա մի ուտեստ, որը որ քեզ շատ հաճելի է, դու շատ ես սիրում, որ ընկերներիդ հրավիրում ես, գնում ենք, ասում են, այս պիտի փորձեք։ Հենց արաբական Արաբական խոհանոցը շատ նման է մեր հայկական խոհանոցին, հիմնականում այնտեղ լիբանանյան խոհանոցն եմ շատ սիրում, որը որ հայկականին շատ նման է։ Կոնկրետ ուտելիք չգիտեմ, երևի քնավ այդ դիսերտը իրենց լիբանանյան արաբական դիսերտը, չգիտեմ փորձած կաս, քնավ է։ Չէ։ Շատ համով դիսերտ է, այդ եմ շատ սիրում։ Իսկ երբ որ ինքդ գնում ես քո տան համար գնումներս կատարում, դու մենակ ես ապրում, ծուլանում ես քեզ համար ինչ-որ բան պատրաստես, կամ որ մտնում ես մարքետ, ինչն է, որ պիտի Բելան քաղցած չմնալու համար կամ աչք ուրախացնելու համար, որ սառնարանը բացի, պիտի այդ մթերքը անպայման սառնարանում տեսնի։ Blueberries, հատապտուղները պարտադիր պետք է լինեն իմ սառնարանում, բայց ես իրականում Դուբայում շատ եմ ծուլանում, նույնիսկ այդ գնումներին չեմ գնում, ամեն ինչը on-line ես պատվիրում եմ, ամեն ինչը մեծ ամասն ես on-line սիրում պատվիրել։ Ամեն ինչը շատ հարմար է։ Քեզ համար կարևոր չի փորձել։
տանն եմ փորձում, այնտեղ հեշտ է հետ վերադարձնելու դրա համար, ուղղակի պատվիրում եմ, տանը փորձում եմ, որը սիրում եմ պահում եմ, որը ինձ դուր չի գալիս, ուղղակի հետ եմ ուղարկում։ Իսկ երբ որ օրինակ գնումներ ես կատարում, կարողանում ես ինքնատիրապետումդ չկորցնել ու Այդ հարցը այսինքն ամենասկզբից արդեն իսկ ոչ։ ոչ։ Դե ես շոպահոլիկ եմ։ Ահա։ Շատ եմ սիրում, ինձ ճիշտ է ընդամենը 5 րոպեանոց ուրախություն եմ նմանավանդ երբ որ on-line շորեր եմ պատվիրում այդ parcel հասնում եմ դրան մոտ ընդամենը 5 րոպեանոց ուրախություն է երբ որ ես այդ շորերը փորձում եմ, բայց շատ եմ սիրում, ինձ իրոք ուրախացնում է դա։ Բել, իսկ ոնց ես հասկանում, որ օրինակ ես որոշել էի ծախսել, չգիտեմ, այսքան գումար, բայց այս X գումարը դու սովորաբար գերազանցում ես, թե չես մտածում ինչքան կարող ես քեզ թույլ տալ ծախսել։ Սովորաբար չեմ էլ մտածում ինչքան կարող եմ։ Ինչ իրականում այդքան շատ չեմ ծախսում, փորձում եմ մի քիչից կառավարել։ Բայց սիրում եմ մամային ինչ որ մի բանով ուրախացնել, նվերներ, հա։ Ընկերներիս։ Բել, մենք ունենք գործընկեր, խոսքը Ital Solar-ի մասին է, այ Ital Solar-ը սովորեցնում է բոլորին ճիշտ խնայել, ինչ առումով, որովհետև ինքը բերում է տեղադրում է իր արևային կայանը, ու երբ որ դու ունեն մեզ արևային կայան, այդ վահանակները տեղադրված են քո տանիքում, դու դադարում ես հոսանքի համար վճարել։ Ու հիմա Ital Solar-ը մի հատ շատ լավ հիթ ունի, այստեղ, չգիտեմ, մեր Պոնչն ու Տոման են երգում, որը որ 18-ի գնով, այսինքն մարդիկ կարող են ձեռք բերել 10 կիլովատ հզորությամբ արևային կայան ընդամենը 8-ի գնով։ Պարզապես հարկավոր է զանգահարեք 8128 Ital Solar եւ Ital Solar-ի բարեհամբույր աշխատակիցները ձեզ մանրամասն կերպով այդ ամենը կբացատրեն։ Այնպես որ երբ որ դու էլ ունենաս սեփական բնակարան, կարող ես օգտվել Ital Solar-ի ծառայություններից եւ կոմունալ ծախսերդ կկրճատվեն նկատելի ու զգալի կերպով։ Շատ լավ։ Բել, այս շատ փորձություններ ես հաղթահարել, բայց ամենածանր փորձությունը որն է եղել քեզ համար։ Ես այդ COVID-ի շրջանը հաղթահարելը, որովհետև ոչ մեկ չգիտեր ինչ է իմ կյանքում կատարվում, ծնողներս չգիտեն, ես միայնակ էի ու չեմ հավատում, որ արդեն 5-6 տարի անցել է այդ օրերից ու հիմա ես այս կետում եմ, բայց ընդհանրապես չեմ զղջում, որ այդ этаպը, ոնց որ դու ամենասկզբում նշեցիր, իմ կյանքում եղել է, որովհետև եթե այդ этаպը չլիներ իմ կյանքում, ես հիմա այն մարդը չէի լինի, այն ուժեղ աղջիկը չէի լինի, որ ես հիմա եմ։ Քանի որ դու գյումրեցի ես, դες ինչ գինի ենք խմելու ֆրունզիկ։ Ֆրունզիկ։ Այո։ Մեծանուն մեր արտիստի պատվին, գյումրեցու պատվին ստեղծված Պրոշյանի կոնյակի գործարանի կողմից այս հրաշք գինին, սիրով լի ֆրունզիկը վայելելու եմ մեկ այլ գյումրեցու հետ։ Եվ հիմա դու ունես հնարավորություն ընտրելու, որովհետև իմ ձեռքին ռոզան է եւ կարմիրը։ Մեկը խմում ենք միասին, մյուսը խմում ես քո ընտանիքի անդամների կամ քո ընկերների հետ միասին։ Միասին խմում ենք ռոզը։ Ահա, վերջ, ռոզեն խմում ենք, կարմիրը դու տանում ես քեզ հետ միասին։ Համտեսիր ու ասա քո կարծիքը, խնդրում եմ։ Սիրեցիր։ Անպայման շատ համով է։ Անց կարող էր ֆրունզիկի անունը ունենալ ու վատը լիներ։ Բել, ստաբիլություն թե ազատություն։ Ազատություն։ Մտքով թե սրտով։ Սրտով։ Վերջին անգամ երբ ես լաց եղար։ 2 օր առաջ։ Սկզբունք, որին երբեք չես դավաճանի։ Եթե ես մի բան զգում եմ, որ չպետք անեմ, չեմ անի։ Մարդկային մեծագույն արժեք քեզ համար։ Բարություն։ Ում ես ամեն ինչ շատ է կարոտում։ Իրեն։ Վերջին անգամ ում ես ասել ես քեզ շատ եմ սիրում։ Իրեն։ Ինչն է որ երբեք չես ների։ Սուտը։ Ու ասում որ հանդիպես ինչ կասես։ Շատ լավ հարց էր։ Վաու։ Արժանի եմ ես դրախտին։ Շնորհակալ եմ ես քեզ քո անկեղծության համար, քո ջերմության համար։ Վստահ եմ, որ քո պատմությունը շատ մոտիվացնող է շատ փոքրիկ աղջիկների ու տղաների համար, ովքեր ունեն մեծ երազանքներ։ Ես քեզ մեծ բեմեր եմ մաղթում, ես շատ եմ ուզում քեզ տեսնել աշխարհի տարբեր անկյուններում,
իրենց օպերաների բեմերում նվագելիս, ու մենք էլ որ հպարտանանք քեզնով մեր սիրելի Բելլա Պապիկյանով, սիրելիս։ Սիրում եմ քեզ շատ, Փոխադարձաբար։ իմ սրտի քնարիկ։ Հաղորդման գործընկերն է Պրոշյանի կոնյակի գործարանը, Ամիո բանկը, Ժասմին Հոմը, Իտալ Սոլարը իր որակյալ արևային համակարգով, Մուսա Production, սրտի տանիքներով։